Тамерлана, XIV век. 1360 թվականների սկզբից Մավերնահրում իր ռազմաքաղաքական գործունեությունը սկսեց արմատներով մոնղոլական, սակայն այդ ժամանակ արդեն թյուրքացած Բարլաս ցեղի առաջնորդ Թարագայի որդի, հետագայում այդքան հայտնի դարձած Թեմուրը, որը այլ անուններով հայտնի էր դառնալու նաև որպես Թեմուր Գուրգան, Թեմուր Աքսակ, Սահիբ Կիրան, Թամերլան, Լենգ Թեմուրը եւ այլն, Թեմուրը որպես 25-ամյա մի երիտասարդ իր կյանքի ուղին սկսելով ըստ էության մեծ ճանապարհի սովորական մի ավազակի կարգավիճակում, դրանից հետո անվերջ մարտերում եւ պայքարում անցկացրած մեկ տասնամյակում ի վերջո հասավ այն բանին, որ երբ հենց նոր լրացել էր նրա 34 տարին, 1370 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդաժողովում վերջնականապես հաստատեց իր իսկ կողմից հիմնադրված Թեմուրյանների էմիրության գոյությունը, նորաստեղծ էմիրությունը, որն առայժմ ընդգրկում էր միայն Մավերնահրը, ռազմաքաղաքական իմաստով իր վրա վերցրեց նույն այն դերակատարությունը, որը նախկինում այս տարածքներում իրականացնում էին Ղարախանյանների խանությունը կամ Ղարաքիդանական խաքանությունը։ Թեմուրյանների էմիրության առաջին եւ հիմնադիր էմիր հանդիսացած Թեմուրը իշխելու տարիները 1370-1405 թվականներ, ֆիզիկական մեծ ուժի, բայց միաժամանակ հատկապես նաեւ մտավոր բացառիկ ունակությունների, ինչպես նաեւ երկաթյա կամքի ու անձնական հսկայական քաջության տեր մի անձնավորություն էր։ Դեռևս 1362 թվականին տեղի ունեցած ընդհարումներից մեկում Թեմուրը կորցրել էր աջ ձեռքի երկու մատերը, ինչպես նաեւ ծանր վերք էր ստացել աջ ծնկի հատվածում, ինչի հետևանքով հետագա իր ողջ կյանքում զգալիորեն կաղում էր, սակայն այդ հանգամանքը չէր խանգարում այս տիրակալին ոչ երկիր կառավարել, ոչ էլ առիթի դեպքում մարտնչել լավագույն մի ռազմիկի նման, առաջնակարգ մտավոր ունակությունները, որոնք առկա էին Թեմուրի մոտ, ռազմաքաղաքական մակարդակում իրենց կոնկրետ արտահայտությունն էին գտնում իդեմս առկա տվյալների մանրակրկիտ վերլուծության վրա հիմնված իրավիճակի ճշգրիտ գնահատման, ինչպես նաև դիվանագիտական եւ դերասանական արտասովոր ունակությունների, իսկ սրանք բոլորն էլ սեփական համակցության մեջ հենց կազմում էին զորավարական բացառիկ մի տաղանդ, ապահովելով հսկայական արդյունքներ։ Միաժամանակ իր ապրած կյանքը, ժամանակը, թե տարածաշրջանն էր հարցը, սակայն Թեմուրը աչքի էր ընկնում նաև նույնիսկ իր դարաշրջանի համար արտասովոր եւ բացառիկ չափերի հասնող սառնասիրտ մի դաժանությամբ, ընդ որում ամեն ինչ վկայում է այն բանի օգտին, որ նույն այդ դաժանությունը, ըստ էության, նույնիսկ չէր էլ հուզում այս տիրակալին, իսկ սառնասիրտ դաժանություն բնորոշումն էլ այս դեպքի համար ավելի քան տեղին է։ Թեմուրի համար ոչինչ չարժեր մի քանի տասնյակ հազար մարդու ջարդ իրականացնելու հրաման տալը եւ հետո սրանց գլուխներից բուրգեր կառուցելը։ Սեփական նժույգով դաշտում շարված փոքրիկ երեխաներին տրորելը ու հետո արդեն նույն անելու հրամանն իր հեծելազորին տալը կամ հակառակորդի գերի ընկած ռազմիկներին կենթանի վիճակում թաղելը, ժայռից ցած նետելը կամ ջրի մեջ խեղդելը։ Նա այս ամենը անում էր այնպիսի մի անհավատալի հանգստությամբ, ինչպիսին դրսևորում էր, ասենք, փիլիսոփայական գրքի ընթերցանությունը լսելիս կամ նեղ ընտանեկան միջավայրում յուրայինների հետ զրուցելիս։ Առանց հոգեբուժական փորձաքննության այժմ բնականաբար անհնար է ճշտորեն ասել, թե դաժան այդ արարքներում Թեմուրն ինքն ինչ չափով էր հակուրդ տալիս իր գաղտնի կրքերին կամ հակուրդ տալիս էր նա դրանց արդյոք ընդհանրապես, թե ոչ, այսինքն զուտ հոգեբանական մակարդակում մենք այս հարցի պատասխանը երբեք էլ չենք իմանա, բայց մի բան փաստ է, որ զուտ սոցիալական մակարդակում Թեմուրյան հանրահայտ դաժանությունը շրջապատին ահաբեկելու, վախի մթնոլորտ ստեղծելու եւ այդ միջոցով ուզածին հասնելու մոնղոլական հայտնի ահաբեկչության նորովի ու ավելի համակարգված կիրառություններ։ Ընդ որում անվերջ ինքնասեր Թեմուրն ինքը հենց դրանում էր տեսնում սեփական ռազմաքաղաքական հաջողության կարևորագույն գրավականներից մեկը ինչպես սեփական էմիրության ներսում, այնպես էլ դրսում, այսպիսով Թեմուրը եթե սկզբունքորեն չգերազանցեց էլ հայտնի դաժանության այն մակարդակին, որին Եվրասիան մոնղոլական նվաճումների ժամանակ ականատես էր եղել սրանից մեկ 100-ամյակ առաջ, ապա իր ինքնատիպ արարքներով նա համենայն դեպս նոր գծեր ավելացրեց դրան։ Առաջին մակերեսային հայացքից դիտարկելիս սեփական կրոնաքաղաքական հայացքներով Թեմուրը, կարծես, հանուն սեփական շահի իսլամի դրոշի համար պայքարող դասական մի գործիչ էր։ Սակայն ավելի խորը դիտարկման դեպքում մեր առաջ հառնում է ինչ-որ տեղ նույնիսկ մինչիսլամական դարաշրջանի մեծ տափաստանի քոչվորին բնորոշ մարդկային մի կերպար, ավելի մոտ ամենից առաջ հենց Աթիլլային, քան ասենք Խալիդ իբն Վալիդին կամ Մուավիային։ Իրոք, իսլամը Թեմուրի համար սեփական նվաճումները քողարկելու համար ծառայող ընդամենը հաջող մի ծածկոց էր, իսկ մահմեդականությունն էլ նույն այդ հաջող նվաճումները կյանքի կոչելու արդյունավետ գործիք, եւ այս առումով հատկանշական է, որ մինչև իր կյանքի վերջ Թեմուրն այդպես էլ չկոնկրետացրեց, թե օրինակ ինքը սուննի թե շիա իսլամի կողմնակիցն է։ Թեմուրը որպես սուննի կարող էր այդ գաղափարախոսության դրոշի ներքո մեծ եռանդով պայքար մղել, օրինակ իրանական լեռնաշխարհում իշխող եւ շիիզմը դավանող պետական միավորների ու մասնավորապես նույն Մուզաֆարյանների էմիրության դեմ, սակայն դա ամենևին էլ չէր կարող նրան խանգարել հայտնվելով սուննիզմի գերիշխանության տարածքներում ավերել այստեղի մահմեդական ամենասրբազան կառույցները կամ սուննի մահմեդականների շարքերում հսկայական չափեր ընդունած ջարդ իրականացնել, իր հերթին հայտնվելով ոչ իսլամական միջավայրում նույն Թեմուրը կարող էր հանկարծակիորեն իբր թե պատվել մահմեդական աննախադեպ մի մոլեռանդությամբ եւ հաջողությամբ խաղարկելով ամենահավատացյալ Ղազիի եռանդուն մի կերպար ջարդ իրականացնել արդեն ոչ մահմեդականների շարքերում։ Արդյունքում թերևս կարելի է փաստել, որ իրականում Թեմուրն անչափ սառնասիրտ եւ հաշվենկատ մի ռազմաքաղաքական գործիչ էր, որը իր բնույթով լինելով տաղանդավոր, սակայն որոշակիորեն այնուհանդերձ բարձունակ տափաստանային մի քոչվոր, վեր կանգնելով կրոնական ու գաղափարաբանական հարցերից եւ հոգու խորքում ըստ երևույթին նույնիսկ ծիծաղելով էլ այդ ամենի վրա, տարբեր իրավիճակներում ընդամենը միայն հաջողությամբ օգտվում էր ամենատարբեր համակարգերից, հաջողությամբ շահագործելով կոնկրետ իրավիճակում իրեն առավել ձեռնտու
Տարբերակը մահմեդական աշխարհին պատկանելու առումով ամենաառավելագույնը, որ կարելի է ասել Թեմուրի մասին, դա այն էր, որ նա պատկանում էր հենց նոր իսլամն ընդունած առաջին Ղարախանյանների օրոք Մավերնահրում գերիշխող թուրքերի գաղափարաբանական տիպին, երբ իսլամը սրանց համար այդպես էլ մնաց ընդամենը որպես միայն մի հեռավոր, մեծապես անհասկանալի, պարզունակ, ինչ-որ տեղ նաև իրենց ջանքերով պարզունականացված, բայց նաև հաջող նվաճումների համար հարմար մի գործիք, այս առումով պատահական չէ, որ բացառությամբ յուրայինների մահմեդական բոլոր ժամանակակիցները եւ նույնիսկ Միջին Ասիայում առնվազն սառն էին վերաբերվում Թեմուրին, իսկ նրա մոնղոլական ծագումն էլ իր ժամանակի թուրքմեններին որևէ կերպ հնարավորություն չէր տալիս նրան որպես յուրայինի վերաբերվել։ Անվերջ պայքարի մեջ անցած կյանքի ուղին Թեմուրից, ինչպես արդեն ասվեց, մի առաջնակարգ ռազմիկ եւ զորավար էր կերտել, սակայն հատկանշական է, որ ի վերջո առաջնակարգ տեսք ստացավ նաեւ Թեմուրի ռազմական մեքենան, մոնղոլական հիմքի վրա, բայց ըստ էության, ոչնչից ստեղծված Թեմուրյան այդ ահեղ մամլիչը, որը հետագա 3.5 տասնամյակում իր հավասարը չունեցավ ողջ Եվրասիայով մեկ, անընդհատ հաջողությամբ գործելով մոնղոլների, թուրքմենների, օսմանների, մամլուքների կամ ասպետական Եվրոպայի ռազմական համակարգերի դեմ, սկսած արդեն 1370-ական թվականների սկզբներից, երբ Թեմուրը սկսեց գործել որպես անկախ տիրակալ, վերջինս կարգավորեց եւ վերջնական տեսքի բերեց իր ռազմական արդեն իսկ հիշատակված այդ մեքենան, որի հիմքում դրվեց մոնղոլական 10-րդական համակարգը, բայց որում ցեղային բաղադրիչն ի տարբերություն նույն մոնղոլական համակարգի հասցվեց նվազագույնի։ Իրոք ռազմական տեսքի բերելով ինչպես Մավերնահրում առկա, այնպես էլ բնակլիմայական եւ ռազմաքաղաքական զարգացումների արդյունքում արևելքից ժամանող քոչվորներին ու նրանց առանձին խմբերին, Թեմուրը իր ռազմական մեքենան ի վերջո կազմեց բացառապես միայն սեփական ռազմական համակարգի սկզբունքներով, ոչ միայն որևէ կերպ հաշվի չառնելով ցեղային գործոնը, այլև ընդհակառակը, ձգտելով հասնել մի իրավիճակի, երբ կոնկրետ զորամասում նույն ցեղի մարդկանց որևէ էական կուտակում չլինի։ Արդյունքում Թեմուրը գործի դնելով սեփական նյութական միջոցները եւ վարվելով մոտավորապես այն կերպ, ինչպես վարվել էին դեռևս Շապուհ II եւ Խոսրով I-ը, իր ռազմական համակարգում ըստ էության ստեղծում էր ցեղային կապերից կտրված, բացառապես միայն իրեն նվիրված ու անձնապես միայն իրեն ենթակա ռազմիկների հիմնական մի կորիզ, որն էլ հենց կազմում էր նրա բանակի հիմքը, այս կորիզի շուրջ կրկին չափի մեջ եւ ըստ իրավիճակի, Թեմուրն առիթի դեպքում հավաքում էր արդեն թեկուզ ցեղական սկզբունքով գործող տեղական, այդ թվում նաև քոչվոր ուժեր, սակայն նույն այդ կորիզի կամ հիմքի արկայությունը որևէ հնարավորություն չէր տալիս բանակային համակարգը լրացրած այս նոր տարրին խժժությունների գնալ կամ վիճարկել Թեմուրի իշխանությունը, վերջինիս ըստ էության, վերածելով Թեմուրի ռազմական մեքենայի առաջին այն հիմնական մասի գուցե նույնիսկ ավելի մեծաքանակ, սակայն այնուհանդերձ ընդամենը միայն օժանդակ գործոնի։ Թեմուրյան սկզբունքով գործող ռազմական այս մեքենայի ամենակարևոր տարրը նյութական միջոցներն էին, քանի որ բացառապես միայն իրեն նվիրված եւ անձնապես միայն իրեն ենթակա ռազմիկների հիմնական կորիզ ունենալու գաղափարը նոր բան չէր, իսկ սեփական սոցիալական բնույթով էլ այն իրենից ըստ էության ներկայացնում էր ընդամենը միայն մահմեդական սովորական գուլյամական մի կորպուսի կրկնությունը, որը կարող էր գոյություն ունենալ բացառապես միայն նույն այդ նյութական միջոցների առկայության պարագայում, այստեղ էլ սակայն հենց թաքնված էր Թեմուրի բացառիկ գաղտնիքը, որն ամեն ինչին այդքան ահեղ տեսք տվեց։ Իրոք, այլ մահմեդական պետական միավորները եւ նույնիսկ այնպիսի հսկայական նյութական միջոցներ ունեցողները, ինչպիսիք էին օրինակ Մամլուքյան կամ Դելիի սուլթանությունները, գուլյամական կորպուսի չափերի հարցով այնուհանդերձ սահմանափակված էին նյութական նույն այդ միջոցների գծած սահմաններով, երբ նյութական միջոցները դժվարությամբ էին հերիքում լայնածավալ ռազմական գործողությունների համար բավարար ռազմիկների թվաքանակ ապահովելու գործում, այս պարագայում գուլյամական կորպուսը սովորաբար հանդես էր գալիս ընդամենը որպես միայն տիրակալի սոցիալական կայունության հիմք, իսկ սուտ նրա միջոցներով էլ հաջող պատերազմական գործողություններ վարելը այնքան էլ արդյունավետ չէր լինում, այսպիսով Թեմուրին նախորդած, ինչպես նաև նրան ժամանակակից մահմեդական ռազմական համակարգերը մի ինչ-որ սահմանից անդին չէին կարող մեծացնել իրենց գուլյամական կորպուսի չափերը, իսկ այս հանգամանքն էլ իր հերթին սահմանափակում էր արդեն բանակում երկրորդ կամ օժանդակ տարրի կիրառումը։ Իդեմս տարաբնույթ աշխարհազորայինների, քանի որ օժանդակ այս տարրը մի ինչ-որ սահմանից անդին զուտ քանակապես չէր կարող գերազանցել գուլյամական կորպուսին, ինչը կարող էր վտանգավոր լինել արդեն տիրակալի կամ իշխող գահատողմի համար, այսինքն գուլյամական կորպուսի քանակը սահմանափակում էր բանակի այլ տարրերի քանակը, իսկ դա էլ բերում էր բանակի ընդհանուր թվաքանակի սահմանափակման, ինչն էլ իր հերթին սահմանափակում էր կոնկրետ պետական միավորի ռազմաքաղաքական հզորությունը։ Ավելին, մենք մի քանի անգամ տեսանք նաև, որ ինչպես օրինակ Աբբասյանների, Թուլունյանների, Իխշյանների կամ Ֆաթիմյանների պարագայում եղավ, նյութական հոսքերի պակասումը կործանարար ազդեցություն էր ունենում գուլյամական կորպուսի, երկրի ռազմական ողջ համակարգի, իսկ արդյունքում նաև տիրակալի եւ նույնիսկ իշխող գահատողմի ճակատագրի վրա, շատերն էին անցել սրա միջոցով եւ որպես կանոն չէին կարողացել հաջող լուծում տալ գուլյամական կորպուսը նյութապես անհրաժեշտ քանակով ապահովելու խնդրին, ոմանք փորձ էին կատարել գործի դնել այս կամ այն պատճառով իրենց բաժին հասած նյութական հսկայական միջոցները, սակայն դրանք ժամանակի ընթացքում սպառվել էին, այլ փորձել էին նյութական անհրաժեշտ կարիքներն ապահովել հաջող տնտեսական գործունեություն ծավալելու հաշվին։ Սակայն ողջ մահմեդական միջնադարում թերևս միայն Թեմուրն էր, որ կարողացավ տալ խնդրի ամենաարդյունավետ լուծումն, իդեմս մշտական, անվերջ, թալանչիական եւ հաջող պատերազմների։ Իրոք, ինչպես արդեն ասվեց, կյանքը ցույց էր տվել, որ միայն մի որևէ պետական միավորի ներքին ռեսուրսները չեն կարող հերիքել գուլյամական կորպուսի արդյունավետ նյութական ապահովման, իսկ արդյունքում նաև նրա հիման վրա գործող բանակային համակարգի առջև դրված խնդիրների արդյունավետ կյանքի կոչման համար, լիներ դա հարձակումը, թե
Պաշտպանությունը եւ այս հարցում միակ լուծման բանալին նույն այդ նյութական ռեսուրսները հենց հարևաններից խլելու մեջ էր։ Թեմուրից առաջ եւս ոմանք հանգել էին այս մտքին, սակայն պայմանավորված այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնով, չէին կարողացել լիովին կյանքի կոչել իրենց այդ մտահղացումը։ Այս առումով միակ հաջող բացառությունը թերևս եղավ Թեմուրը, որը գործի դնելով իր բացառիկ կազմակերպչական, մարդկային ու զորավարական ունակությունները եւ այդ ամենի արդյունքում անվերջ հաջող պատերազմներ վարելով ի վերջո մեծագույն մի բարձունքի հասցրեց նաև նույն այդ մահմեդական Գուլյամական կորպուսի հնարավորությունները։ Իրոք, փաստորեն ստեղծվեց մի իրավիճակ, երբ առանց նյութական աղետ ապրելու Թեմուրը իր բոլոր հարևանների հետ համեմատած կարողացավ ամենաշատը մեծացնել սեփական վարձու ռազմիկների թիվը, իսկ այդ պարագան էլ նրան հնարավորություն տվեց իրեն թույլ տալ առանց էական սոցիալական վտանգի ենթարկվելու աննախադեպ չափով մեծացնել նաև սեփական Գուլյամական կորպուսի շուրջ հավաքված երկրորդ օժանդակ տարի քանակությունը։ Արդյունքում պատերազմները, ընդ որում մշտական եւ հաղթական պատերազմները, որոնք Թեմուրը շահում էր իր առաջնակարգ ռազմաքաղաքական հատկանիշների շնորհիվ, վերածվեցին նույն այդ Թեմուրի կողմից ստեղծված ռազմական մեքենայի անհրաժեշտ, անկրկնելի եւ միայն իրեն բնորոշ բաղադրատալի։ Իրոք, մի կողմից հենց միայն մշտական եւ հաջող պատերազմներն էին ի վիճակի Թեմուրին տալ իր արտառոց քանակի ու սոցիալական տեսքի ռազմական համակարգը եւ հատկապես նրա կորիզը, իսկ մյուս կողմից էլ այս պայմաններում ուղղակի իմաստ էլ չուներ չպատերազմելը, այսինքն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներդնելը, սակայն ստեղծված արդյունքը իդեմս հսկայական քանակի ռազմիկների չկիրառելը, այսպիսով սոցիալական մակարդակում Թեմուրի ռազմական մեքենան իրենից, ըստ էության, ներկայացնում էր բիզնեսի մակարդակի բարձրացված պատերազմի հերթական հաջող մի օրինակ իդեմս Գուլյամական կորպուսի սոցիալական կատարելագործման, երբ ինչպես տնտեսական կյանքում գործարարը գործի մեջ է ներդնում որոշակի միջոցներ եւ իր վրա վերցնելով տնտեսական ռիսկը, փորձ է կատարում ոչ միայն հետ բերել ներդրված միջոցները, այլև նյութական օգուտ ստանալ, անվերջ պատերազմել եւ հաղթել, հաղթանակի արդյունքում ձեռք բերել նյութական միջոցներ, դրանք ծախսել սեփական ռազմական մեքենայի ընթացիկ կարիքների, դրա կատարելագործման ու չափերի վրա, հետո նույն այդ ռազմական մեքենայի կիրառմամբ նորից պատերազմել, կրկին հաղթել, ձեռք բերել ավելի շատ նյութական միջոցներ, դրանք նորից դնել սեփական ռազմական մեքենայի վրա եւ նորից հաղթականորեն պատերազմել։ Սա էր Թեմուրի ռազմական մեքենայի սոցիալական գաղտնիքը ու հենց այս շարժն էր նրան մշտապես ուժով ապահովում։ Այս առումով ամենևին էլ պատահական չէր, որ Թեմուրը գործնականում ամեն տարի պատերազմում էր, իսկ նրա բանակի քանակությունն էլ սկսեց աճ ապրել հավասար համեմատական իր էմիրության սահմանների ընդարձակմանը։ Այս առումով մինչև առաջ անցնելը պետք է անել մեկ կարևոր դիտարկում եւս, Թեմուրյան ռազմական համակարգը ձգտում էր հարևան մի որևէ տարածքի ամենից առաջ ոչ թե նվաճմանը, այսինքն հասնելուն մի դրությանը, երբ այդ տարածքը իրավաբանորեն միացած կլինի Թեմուրյանների էմիրությանը, այլ վերջինիս հենց Թալանին։ Այս առումով գաղտնիքը շատ պարզ էր, քանի որ իրավաբանորեն Թեմուրի տիրապետության տակ անցնելու պարագայում նույն այդ տարածքի բացահայտ Թալանն իրականացնելը դժվար էր եւ բարոյապես նույնիսկ պարսավելի, այն դեպքում, երբ նույն այդ վիճահարույց տարածքը որպես պատերազմի լայնարձակ մի դաշտ ունենալով Թեմուրի ռազմական մեքենան բոլոր հիմքերը եւ հնարավորություններն ուներ պատերազմի օրենքների համաձայն անընդհատ հաջողությամբ թալանել այն։ Ստեղծման պահին իր իշխանության տակ ունենալով ըստ էության միայն Մավերնահրը Թեմուրի բանակի թվաքանակը կարող է գնահատվել մոտ 100,000 ռազմիկի սահմաններում, սակայն այս թիվը հետագայում բնականաբար աճեց։ Իր հզորության գագաթնակետում Թեմուրյանների էմիրությունը սահմաններով առնվազն հավասար լինելով, իսկ ըստ որոշ չափանիշների էլ նույնիսկ գերազանցելով Սելջուկյան եւ Խորեզմի սուլթանություններին սրանց հզորության գագաթնակետին, ուներ մոտ 400,000 ռազմիկ, իրենից որոշ պակաս մասերով, բայց այնուհանդերձ ներկայացնելով Էլխանության եւ Չաղաթայական ուլուսի մի յուրօրինակ միասնություն։ Այս առումով հարկ է նշել, որ թեև նույն 400,000 հոգանոց բանակն ունեցել էին տարածաշրջանի նաեւ այլ պետական միավորներ եւս եւ օրինակ նույն Խորեզմի սուլթանությունը, սակայն կապված անձնապես իր կողմից վճարվող ռազմիկների քանակի անհամեմատ ավելի շատ մեծության հետ Թեմուրի բանակը Խորեզմի սուլթանության նույն Սուլթան Մուհամմեդի բանակի հետ համեմատած միանշանակ ավելի ամուր էր եւ մարտունակ, ինչն ի դեպ ցույց էր տվել նաեւ կյանքը, երբ առաջին իսկ լուրջ սպառնալիքի դեպքում Մուհամմեդի բանակն ուղղակի դուրս եկավ կառավարումից ու ցրվեց, իսկ Թեմուրի ռազմական մեքենան առանց որևէ խափանման ծառայեց նրան մինչև իր մահը։ Թեմուրի ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր ողջ այն լավագույնի միասնությունը, որն իր ժամանակի համար ուներ մահմեդական եւ քոչվոր աշխարհը, ընդ որում այստեղ զգալի տարրեր կային նաեւ չինական քաղաքակրթությունից իդեմս, օրինակ, արբալետավոր ռազմիկների զգալի քանակի կիրառման կամ կրականետների, ինչպես նաեւ ավելի ուշ շրջանում հնդկական քաղաքակրթությունից իդեմս մարտական փղերի։ Մարտավարական մակարդակում Թեմուրյանների էմիրության բանակն իրենց փաստորեն ներկայացնում էր մոնղոլական տերության լավ ժամանակներին։ Բնորոշ վերջինիս բանակի հետագա զարգացումը այդ թվում ինչպես մարտավարական հնարքների եւ կառուցվածքի, այնպես էլ կարգապահության առումով, թեև այստեղ եւս կային տարբերություններ, ամենայական տարբերությունն այն էր, որ Թեմուրի բանակում զգալի դերակատարություն ուներ հետևակը, որը կար, սակայն նույն մոնղոլական տերության բանակում զգալի նշանակության այդպես էլ չհասավ, ինչպես նաեւ այստեղ արկա էր ավելի մեծ քանակի եւ ավելի որակյալ ծանր հեծելազոր, քան մոնղոլական տերության ռազմական մեքենայում էր։